2026 թվականի հունվարի 1-ից առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը ուժի մեջ է մտել։ Այժմ կմոտենանք քաղաքացիներին, պարզենք նրանք տեղյակ են արդյոք եւ օգտվում են այս համակարգից թե ոչ։ Առողջապահության համընդհանուր ապահովագրության համակարգի մասին տեղյակ եք։ Այո, իհարկե տեղյակ եմ։ Օգտվում եք։ Ես ճիշտ ասած որպես թոշակառի 3-րդ կարգի հաշմանդամ վաղուց էի օգտվում։ Այնպես որ այսօր հենց Արմեդը բացեցի, տեսա որ շատ սիրուն ներկայացված էր, այնպես որ հենց որ կարիք ունենամ դժգոհությունում անպայման կդիմեմ։ Տան անդամներից էլի անձիկ կա որ օգտվում են։ Միայնակ եմ ապրում, այնպես որ ես իմ գլխի տերը, ես ինքս իմ մասին հոգ եմ տանում։ Ինչ կասեք։ Իմ մասին հոգ է տանում, շնորհակալ եմ դրանով։ Ինչ կասեք այս փոփոխության մասին։ Շատ լավ կարծիք եմ, այսօր իմ կարծիքը էլի որոշ մարդկանց հայտնել եմ, ովքեր դժգոհում էին ամեն ինչից։ Իհարկե, մենք տեսնում ենք, որ բոլոր հարցերում կամաց, բայց դեպի լավ առաջընթաց կա, դեպի լավը շարժում կա, քիչ-քիչ մեր կյանքը լավանում է, պետք է լավատես լինել, եւ հետո ավելի կլավանա։ Փոփոխությունից տեղյակ ենք, դեռևս չենք դիմել, կարիք չկա։ Դեռ կարիք չկա, իսկ տան անդամներից կան որ օգտվել են։ Դեռևս ոչ, չէ, բայց լավ փոփոխությունն է ցանկալի, վաղուց ենք սպասում։ Իսկ օգտվելու եք։ Երևի, եթե պետք լինի, առայժմ պետք չի։ Վաղուց պետք է լիներ, ամբողջ աշխարհում դա կա։ Շատ վաղուց պետք է լիներ։ Միայն լսել եմ, պետությունը 65-ից է տալիս վերև ու մեկել է երեխեքին մինչև 18, եթե Առաջին փուլով, հա։ Ահա, դե ես այդ արանքում եմ, մնաց որ ինձ դա ոնց որ չի հուզում դեռ, չգիտեմ, լավ կլեր չօգտվեինք, էլի, առողջությունն այնքան շատ էր, որ մեզ այդ առիթը պետք չգար։ Ճիշտն ասած, այս պահին օգտվելու հնարավորություն չեմ ունենա, դժվար, բայց եթե լինի հնարավորություն, այո, օգտվեմ։ Ինչ հնարավորության մասին է խոսքը։ Դե ինչքան գիտեմ, ապահովագրությունը գործում է գրանցված աշխատողների համար, իսկ այս պահին ես գրանցված աշխատող չեմ։ Իսկ տանը ունեք անդամներ, որոնք օգտվում են։ Ճիշտն ասած, ունեմ անդամներ, որ կարող են օգտվել, բայց դեռ չեն օգտվել։ Օգտվելու են։ Կարծում եմ, այո։ Իսկ ինչ կարծիքի եք այս փոփոխության մասին։ Դրական կարծիք ունեմ, ինձ թվում է համեմատաբար ավելի հեշտ պայմաններ կստեղծվի մարդկանց համար։ Ես արդեն գրվել եմ։ Հա, գրանցվել եք։ Այո։ Օգտվելու եք, այսինքն Վաղուց։ ինչից եք օգտվելու։ Ամեն ինչից։ Ես հաշվանդամ թոշակառու։ Տեղորայք։ Ամեն ինչից։ Հետազոտություններից, ինչ որ հասնում եք օգտվեն։ Ինչ կասեք այս փոփոխության մասին։ Շատ վատ է։ Այո, իհարկե անցնում եմ դրանով։ Օգտվում եք։ Չգիտեմ, փորձեմ։ Ինչ անհրաժեշտություն ունեք։ Առայժմս ոչինչ փառկած է, առողջությունը ստեղում։ Շատ լավ, իսկ օգտվելու եք կամ ձեր տան անդամները օգտվում են։ Դե եթե կարիքը կզգացվի, իհարկե կփորձենք։ Տեսնենք ինչպես է աշխատում։ Պիտի որ օգտվեմ, չեմ հասցնում։ Դեռ 3 տեղում եմ, 4 սրտի հետ կապված։ Արմեդ համակարգում արդեն գրանցվել եք։ Չէ, չեմ գրանցվել դեռ։ Ապահովությունը չէ, տեղյակ չեմ, ոչինչից դեռ չեմ օգտվել, բայց եթե կա այդ Ապահովագրության համակարգ։ այո, եթե կա այդ համակարգը, անպայման կօգտվեմ։ Ես մի անգամ փորձել եմ ապահովագրել առողջությունս, Նայրիում ասացին, որ անհատին չեն անում, պետք է խմբով գալ եւ այլ 10 հոգի հավաքվել, տենց ինչ որ բաներ ու չստացվեց։ Հունվարի 1-ից 2026 թվականի արդեն ուժի մեջ է մտել ապահովագրության համակարգը։ Արտադիր է։ Դե շատ լավ է, վատ բան չկա դրա մեջ։ Հա, տեղյակ եմ, բայց չգիտեմ պայմանները։ Ցանկություն ունեք օգտվելու։ Այնչի չէ։ Թոշակառի եմ, բայց ինձ հերթը չի ասել։ Հիմա ինչա կարգ ունեցողներն է։ Բայց առաջին փուլով ձեզ էլ է հասնում 65 տարեկանից բարձր անձանց։ Բայց ասենք դիմել ենք, ասել են Սպասման մեջ։ տալիս են, հա։ Իսկ ինչից եք օգտվում։ Առայժմ դեղորայք պետք է ստանամ։ Ասենք խնդիրներ ունեմ, դեղորայք պետք է ստանամ։ Իհարկե այո։ Իսկ օգտվել եք։ Չէ, չեմ օգտվել, շնորհակալություն։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։